Սուրճ ու սեր առավոտից։ Բարի լույս հարգելի ռադիոլսողներ, ողջունում ենք բոլորիդ եւ մաղթում միմիայն լավ տրամադրություն առավոտից։ Բարի լույս, սուրճը ձեր կողմից, սերը մեր, սուրճ ու սեր առավոտից հանրային ռադիոյի ուղիղ եթերում Լուսինե Մուրադյանն ու Վեգա Անդրեասյանն են միասին տաղավարում։ Առաջիկա 1.5 ժամը լինելու ենք միասին։ Աղջկական ձայներ եք լսելու եւ կարծում եմ դեմ չեք այդ տարբերակին։ Մեզ կարող եք ոչ միայն լսել, այլ նաեւ դիտել։ Մենք ուղիղ եթերում ենք մեր Facebook-յան էջում Հայաստանի հանրային ռադիո լայվն արդեն գործարկված է եւ նաեւ մեր կայքում armradio.am։ Այո, ողջունում ենք բոլորիդ հարգելի ռադիոլսողներ, կարծես թե նոր աշխատանքային շաբաթն է սկսվել, իսկ շաբթերի համար էլ հանգստյան օրերը ոչ ավարտվել են, ոչ սկսվել են, ոչ կիսվել են, որովհետև նրանք այնքան լավ են անցկացնում իրենց հանգիստը, որ նույնիսկ մոռացել են, թե շաբաթվա որ օրն է։ Նախանձելի է եւ կարծում եմ ճիշտ ձևն է օգոստոսն անցկացնելու։ Ճիշտ, բայց մենք չպիտի նախանձենք, Վեգա ջան։ Չպիտի։ Չէ։ Նույնիսկ ծովում գտնվողներին։ Չէ, որովհետև մենք էլ ենք այդպիսի բաներ անում, որ մարդիկ նախանձեն մեզ։ Դա բայց բնականon է, չէ։ Հիմա նախանձենք, որ հետո իրենք մեզ նախանձեն։ Ես չեմ նախանձում, արժևում կան ծովային պլաններ, բոլորիս մոտ դրա համար էլ մեր ժամանակն էլ կգա։ Դե լավ։ Լուսինեն համոզեց առավոտյան ավելի բարի լինել եւ նախանձից զերծ։ Այսօրվա կոչը, այսպես ասած, հենց դա սահմանենք թերևս չնախանձել միմյանց եւ միայն բարին մաղթել։ Մի մոռացեք նաև մեր հեռախոսահամարի մասին, զուգահեռ իտե 553072, գուցե դուք էլ ասելիք ունեք այս թեմայով, կարող եք զանգահարել եւ մեզ միանալ։ Իդեպ արդեն մեր ամենաօպերատիվ ռադիոլսողները հասցրեցին մեզ միանալ, Ստյոպ Վարդանյանը բարի լույս մաղթեց եւ Նարեկ Մկոյանը ծաղիկներ ուղարկեց, դուք էլ միացեք նրանց մեկնաբանություններում։ Էդիկ ջան, ուր եք։ Էդիկ Բապուջան, սպասում ենք ձեր մեկնաբանությանը, թե չէ վերջից մի քիչ ուշ եք սկսել արձագանքել։ Մի տեսակ մի քիչ անհանգիստ են, կարող է արձակուրդում եք։ Ուրեմն չէ, չենք նախանձում։ Չէ, չենք, մենք մեր ռադիոլսողներին երբեք չենք նախանձում։ Սա շատ կարևոր բան է, առավոտը սկսեք լավ տրամադրությամբ, լավատեսությամբ եւ իրական իսկապես կատակ էինք անում, բայց նախանձը լավ բան չի եւ նախանձը միայն ձեզ է թունավորում ներսից, այնպես որ փորձեք համեմատվել ինքներդ ձեզ հետ, փորձեք գնալ առաջ, փորձեք քայլեր անել, աճելու ու զարգանալու համար, այլ ոչ թե նստել ու ասել բայրա մոտ ինչի եղավ այսպես։ Դե եղավ, որովհետեւ քայլեր էր անում։ Հատկապես երբեք չգիտենք ուրիշի անցած ճանապարհը, չգիտենք ինչ մեկնարկային կետից է սկսվել եւ որքան էլ ձեզ կողքից թվում է, որ ինչ որ մեկի կյանքում ամեն ինչ շատ հեշտ է տրվում եւ այսպես ստացվում է, վստահ եղեք, որ դա այդպես չէ, նա էլ իր խնդիրներին է բախվում, որոնց գուցե դուք ինքներդ օրինակ չէիք դիմանա։ Այո, այդ ինստագրամյան կյանքերին ընդհանրապես մի խափնվեք, կոնտենտ է դա, կոնտենտ։ Իրականում այո, այդպես է, փորձում ենք բոլորս ինչ որ իդեալականացնել ամեն ինչ, բայց դե հիմա ունենք այն ինչ ունենք, համաձայն ես, չէ՞։ Իհարկե, պետք է փորձել կենտրոնանալ դրականի վրա, իսկ այդ հարցում մեզ իհարկե կօգնի նաև լավ երաժշտությունը, որը ամբողջ եթերի ընթացքում ուղեկցելու է մեզ, այնպես որ լավ երաժշտության պակաս նույնպես չենք ունենալու։ Միանշանակ այդպես է, սկսենք օրը լավ ռիթմերով։ Գնացինք։
sunshine. 'Cause you're my sunshine. Inspiration, my salvation, motivation. You're my sunshine, my emotion. Inspiration, motivation. You're my sunshine in the ocean. Inspiration, motivation. You're my sunshine, my emotion. Inspiration, motivation. Սուրճ ու սեր առավոտից։ Այո, սուրճ, սեր, լավ տրամադրություն, դրական լիցքեր, առույգություն, աշխուժություն հենց առավոտից եւ իհարկե կարեւոր տեղեկությունների մի մեծ փունջ, որ առանձնացնում ենք ձեզ համար միշտ յուրաքանչյուր առավոտ։ Բոլոր այն մարդկանց համար, որոնք պարզապես կռիվ էին անում, վիճում էին, նեղանում էին, պարոն Սուրենյանին էին մեղադրում շոքերի համար, սա էիք ուզում, սկսենք հենց եղանակից եւ տեսեք թե առաջիկա շաբաթվա ընթացքում ինչ անձրևոտ եղանակ է մեզ սպասվում, այո։ Մի արա, խնդրում եմ, չէ, ես վայելեմ, ամառը մի քիչ էլ վայելենք, հիմա կգնա Ես շուտով ամառը։ միայն համամիտ եմ քեզ հետ եւ ես էլ եմ այդպես կարծում, բայց արի ուտես, որ առաջիկա շաբաթվա ընթացքում իդեպ կարծեմ այդ թվում նաեւ այսօր, ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության տարածքում կարծես թե տեղումներ են սպասվում, հիմա ավելի կոնկրետ կտեսնենք։ Տխուր բաներ ես ասում իրականում, ինձ այդքան էլ չհուսադրեցի, շատ տխուր բան ասացի։ Հիմա կտեսնենք նաև թե օթերևութաբաններ ինչ են ասում եւ թե հեռախոսային հավելվածն էլ ինչ է փոխանցում։ Եվ այսպես այսօր ամսի 10-ն է եւ այսօր գիշերը եւ կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նույնիսկ կարկուտ։ Քամին հյուսիսարևելյան եւ արևմտյան 4-ից 7 մետր վարկյան արագությամբ ամպրոպների ժամանակ սպասվում է նաեւ քամու ուժ գնացում 20-ից 25 մետր վարկյան արագությամբ տեղափոխվենք երևի մայրաքաղաք հենց։ Գնացինք։ Այստեղ նույնպես գիշերը եւ երեկոյան սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժ գնացում 18-ից 23 մետր վարկյան արագությամբ։ Ցերեկը, այսօր ցերեկը սպասվում է մինչեւ 21 աստիճան, ներողություն, մինչեւ 34 աստիճան տաքություն, իսկ գիշերը մինչեւ 20 աստիճան։ Զուգահեռ հեռախոսային հավելվածով էլ ասեմ, որ եթե հավատանք այս հավելվածին, հիմա տեսնենք թե ժամը քանիսին է կանխատեսվում անձրևը 17-ին, այո, ժամը 17-ի սահմաններում գուցե անձրև տեղա Երևանում, նաև ավելի ուշ երեկոյան նույնպես ժամը 21-22-ի սահմաններում, այս պահին էլ 24 աստիճան է մայրաքաղաքում։ 24 լուրջ ես ասում, լավ է, շատ ուրախ ենք, շատ գոհ ենք։ Ամառը պիտի շոկ լինի։ Ձմռանը պիտի շատ ցուրտ չլինի։ Աշունն ու գարունն էլ պիտի վայելենք, թե չէ երկու օր աշնանային է անում, հետո միանգամից ցրտում կամ երկու օր ցուրտ է անում, հետո միանգամից ամառ է դառնում։ Մի խոսքով, բայց ամառը նաև հիանալի տարբերակ է, որպեսզի բացահայտենք սեփական հայրենիքը եւ փորձենք նաև ժամանակը ճիշտ օգտագործել ու գնալ Հայաստանի տարբեր հատվածներով բնությանն ավելի մոտ լինել։ Հատկապես որ Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփան-Սմինդալարս ավտոճանապարհն էլ բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Նաև կարող ենք ասել, որ ուրախություն մեզ համեմատաբար հանգիստ է մայրաքաղաքի խցանում, այսպես ասած, չկա, նիշը 5 է։ Այո, այնպես որ առանձնապես չենք մանրամասնում, Նալբանդյանն է խցանված կենտրոնի դեպի կենտրոն բերող փողոցներից Աթենքն է խցանված, Աթենքի փողոցը Կորյունն է կարմիր, բայց շարժվող խցանում է, շատ սարսափելի չէ, դե Խանջյանը, Սայատնովան, այսինքն այն կենտրոնական հատվածները ինչպես միշտ խցանված են, բայց դեպի կենտրոն բերող օրինակ Միասնիկյան Պողոտան, Թբիլիսյանը շատ ավելի թեթև են, քան սովորաբար են լինում, այնպես որ առայժմ խցանումային նիշը 5 է, բայց միանշանակ կոչ ենք անում եւ խորհուրդ ենք տալիս, եթե ինչ-որ տեղ ունեք դուրս գալու, հիմա օգտվեք առիթից, որովհետեւ փորձը ցույց է տվել, որ եթերաժամի վերջին հատվածում արդեն մինչեւ 7 երբեմն 8 ծանրաբեռնվում է։ Այո, ծանրաբեռնվում է, այնպես որ այս շրջանում օգոստոսին, եթե ուզում եք հասցնել վայելել համեմատաբար թեթև ավտոճանապարհները Երևանում, ապա միանշանակ դա պետք է անել առավոտյան։ Գիտես ինչ եմ փնտրում, մի ժամ փնտրում եմ եւ այո, շնորհակալություն հարգելի վարորդներ, որ
Լսեցիք մեր խնդրանք եւ այսօր ավտովթար չարցանակրվեց։ հրաշալի Դրա է։ համար մենք ուրախ ենք։ Ասում եի զարմացրեք, գոնե մեկ օր այնպես արեք, որ մենք ավտովթարի նյութ չունենանք, որ ներկայացնենք։ Այնպես որ շատ ուրախ ենք։ Կան շինարարական աշխատանքներ Երևանի տարբեր հատվածներում, հարգելի ռադիոլսողներ։ Հուսանք Կիևյան կամուրջը նախատեսված ժամանակահատվածում կբացվի եւ այդտեղ ավելի հեշտ կլինի։ Միայն կարող ենք ասել, որ Խաչատրյան փողոցի վրա եւս կա փոքրիկ շինարարական աշխատանք, այստեղ հաշվի առեք, բայց խցանում չկա։ Սա էլ է ոգևորում եւ ուրախացնում։ Օդային տարածքներում միշտ խցանումներ չկան, հարգելի ռադիոլսողներ, ուղղակի տարբեր իրավիճակներով պայմանավորված լինում են վայրեջքներ ուշացումով կամ վաղաժամ։ Տեղեկացնենք հարգելի ռադիոլսողներ, որ Դուբայի երկու չվերթները 11:25-ի փոխարեն Հայաստան են ժամանելու 13:43-ին, Դուբայի 1 թռիչքը Հայաստան կժամանի 11:10:49-ին, երկրորդը 10:43-ին։ Նաև ուզում ենք ձեզ տեղեկացնել, որ մի րոպե, ինչ որ բան այն չասացինք։ Այո, շարժայի չվերթն է 11:10-ի փոխարեն Հայաստան ժամանելու 10:49-ին, Դուբայի երկու չվերթները Հայաստան կժամանեն 11:25-ի փոխարեն 10:43-ին։ Այսինքն այդ ուղությունից եկող բոլոր չվերթները վաղաժամ են գալիս, եղանակը կարծես մեզ համար բարենպաստ է։ Մեկնումների սանդղակն ենք դիտարկում եւ տեսնում ենք, որ բոլոր, այսպես ասած, չվերթները ժամանակին են իրականանալու, այնպես որ ձեզ մաղթում ենք բարի ճանապարհ եւ բարի վերադարձ, լավ տպավորություններով գաք, հա։ Մինչև կանդրադառնանք օրվա փոխարժեքին, նաև փոքրիկ իրազեկում Երևանի քաղաքապետարանից փաստորեն այսօր Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն է նախատեսվում, հենց այսօրվանից տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ապահովելու նպատակով փոփոխություն կկատարվի Սայաթ-Նովա 6 հասցեին հարակից ճանապարհահատվածից մինչև Սայաթ-Նովայի պողոտա Աբովյան փողոցի խաչմերուկ, այստեղ տրանսպորտային միջոցների կանգառը արգելվում է։ Նկատի ունեցեք, զգուշ եղեք եւ եթե կանցնեք ու կտեսնեք, որ այս ինչքան կանգնելու տեղ կա, իմացեք, որ այդտեղ չի կարելի կայանալ։ Պարզապես այլևս կայանալ չի կարելի։ Բայց այստեղ մի նրբություն էլ կա, շատ լավ է, որ արգելում եք կայանատեղերը, որովհետեւ Երևանի հատկապես կենտրոնական փողոցներն այդքան էլ մեծ չեն, կայանում են մեքենաներ եւ խցանումները ավելի շատ են լինում, բայց խնդրում եմ մի մոռացեք, որ այդ մեքենաները պիտի միտեղ կայանեն։ Այս պարագայում ինձ թվում է փրկությունը մի քանի հարկանի ավտոկայանատեղերի ստեղծումն է, հուսանք այդ հարցը ժամանակի ընթացքում եւս կլուծվի, որովհետեւ իսկապես դա լուրջ խնդիր է։ Համաձայն ես, չէ՞։ Անկեղծ ասած լուծելու ճանապարհները ծանոթ չեմ եւ այդքան էլ լավ չեմ պատկերացնում, ինչպես են դա լինում, բայց որ խնդիր կա, ապա այո, մեծ քաղաքները էստակադաներ են կառուցում, որպեսզի մի քանի հարկանի փողոցներ լինեն եւ մեքենաները կարողանան տարբեր ուղություններով գնալ, այդ առումով փրկություն է լինում։ Մի քիչ շատ խուճուճ է ստացվում, բայց փրկություն է, օրինակ Հալաբյանի վերջում էստակադա կա, որ մի անգամից քեզ տանում է քաղաքից դուրս եւ փրկել է բավականին ծանրաբեռնվածությունը թույլատրել է, այլ եթե հնարավոր լիներ կենտրոնական հատվածներում էլ նման փողոցներ կառուցվեին, ապա դա եւս փրկություն կլիներ եւ բնականաբար ամբողջ աշխարհը արդեն անցել է մի քանի հարկանի կայանատեղիների, որ տարածք է նաեւ խնայում եւ նույն ժամանակ մեքենաներն են կարողանում կայանալ, որովհետեւ իսկապես կայանելու մեքենաները, որոնք կանգնում են ուղակի փողոցում խցանում են առաջացնում, բայց այդ մեքենաներն են միտեղ պիտի կանգնեն, ի վերջո թե ոչ մի խոսքով լուրջ խնդիր կա մեր երթևեկության հետ կապված, ես վստահ եմ, որ ինչ որ լուծումներ փնտրում են, որպեսզի մասնագետները գտնեն։ Հուսանք եւ ֆինանսական թեմաներից ըստ կենտրոնական բանկի ամերիկյան դոլարն այսօր համարժեք է 366 դրամի եւ 17 լումայի, 420.12 դրամ է եվրոն, 4.4 ռուսական ռուբլին, վրացական լարին 139 դրամ է 73 լումը, 492 դրամ է բրիտանական ֆունտ ստերլինգը, 99 դրամ է դիրհամը եւ իրանական ռիալը արդեն վաղուց կայուն 0.026 լումա է։ Սա էլ իմացանք։ Այո։ Կարևոր տեղեկությունները ներկայացրեցինք ձեր ուշադրությանը հարգելի ռադիոլսողներ եւ շատ ուրախ ենք, որ դա մեզ մոտ ստացվեց ու բարենպաստ լուրեր էինք տալիս, կարելի է այդպես ասել։ Այնպես որ մենք առաջարկում ենք մնալ մեզ հետ, շարունակեք ակտիվ լինել, on-line հարթակում գրեք, մեկնաբանությունների դաշտում ենք դրանք անպայման կընթերցենք եւ հիշեք, որ մենք ամեն ինչ անում ենք, որ եթերում ձեզ ողջևորենք հարգելի ռադիոլսողներ, բայց նաեւ իմացեք, որ ձեր ջերմ մեկ խոսքն էլ մեզ է ողջևորում, որովհետեւ այս կյանքում փոխադարձի սկզբունքը շատ լավ է աշխատում ըստ էության եւ շատ կարեւոր է, ես այդպես եմ ենթադրում, թե որքան եմ ճիշտ չեմ կարող ասել, բայց այդպես է։ Գնանք հաջորդ երաժշտական կատարումը լսենք։
جان Սուրճ ու սեր առավոտից։ Այո, սուրճ, սեր, կարևոր տեղեկություններ առավոտից եւ կանացի գեղեցիկ ձայներ։ Ոյ, Եվ նաև բարի լույսներ, ինչպես մեր այնպես էլ մեր ռադիոլսողների կողմից Վիգեն Եղիազարյանը նույնպես միացավ մեր Facebook էջին եւ բարի լույս ու լավ օր եմ մաղթում բոլորիս։ Տեսնենք թե ինչ օր է օգոստոսի 10-ը ամբողջ աշխարհում, ինչպես է նշվում, ինչ միջազգային եւ ազգային տոներ կան։ Գնացինք հետաքրքիր միջազգային տոներից մեկը վերաբերում է առյուծներին, այսօր նրանց համաշխարհային օրն է։ Ողջունենք բոլոր առյուծներին եւ ասենք, որ ավելի բարեգութ գտնվեն մարդկանց նկատմամբ։ Իրանք էլ լսեցին էլի։ Այո։ Ինչ որ Աֆրիկայում ինչ որ առյուծ ատամները բացեց եւ բաց թողեց ինչ որ մեկին։ Երբ նրանք ուշտ են լինում ու հավես չունեն, քեզ բանը ասում են շատ ալարկոտ են առյուծները եւ կարող են, եթե քաղցած չեն, առհասարակ տեղից վեր չկենալ։ Տեսել, ուղակի նոր ուշտ կերած էր, բարձրացել էր ծառի վրա, պարկել էր քնելու ու նյարդայնանում էր։ Սև լուսին է։ Չէ։ Պարկել էր որ քներ ծառի վրա ու նյարդայնանում էր, որ այդքան զբոսաշրջիկ չտեսի պես իրեն նկարում է։ Բացում էր աչքը, նայում էր վեր վրա, գլուխ թեքում էր նորից։ Ինձ թվում է հոգնել էր այդ ցոպուշով այդ կյանքից։ Ախ, այս պապարացիները ասում էր, նա խոսելով լուսանկարվելու եւ առհասարակ նկարելու մասին, այսօր վլոգինգի օրն է, փաստորեն վլոգինգը, այո, բոլոր այն մարդկանց համար, որոնք իդեպ գուցե խառնում են միշտ բլոգինգի եւ վլոգինգի տարբերությունը, վլոգինգը վիդեո բլոգինգն է, որը կարճացվել եւ
վլոգինգ է դարձել, Ոչ թե բլոգինգ, որովհետև բլոգինգի մեջ վլոգինգ, կարող է լինել տարբեր տարատեսակներ, կան տեքստային բլոգներ, այո։ լուսանկարներով եւ այլն, բայց վլոգինգը կոնկրետ վիդեո տարբերակն է եւ ժամանակին, երբ նոր էր սկսում այս ուղղությունները զարգանալ, ապա վլոգինգը կարող ենք ասել, որ հստակ առանձին ուղղություն էր եւ ամեն մեկը չէր կարողանում իրեն թույլ տալ, որովհետեւ այդ տեխնիկան չկար, անհասանելի Եվ էր։ բացի դրանից մոնտաժային հմտություններ այն ժամանակ ոչ Դե բոլորը օրինակ մեր ունեին, բախտը այսքան բերել պարզ է, չէր, որովհետև մենք հեռուստատեսության աշխատակիցներ էինք եւ այդ տեխնիկան կար, մոնտաժողը կար, իհարկե տանջվում էինք։ Հիմա հեռախոսով շատ արագ այդ ամենն իրականացվում է, իսկ այն ժամանակ ոչ։ Այո, այն ժամանակ շատ ավելի բարդ էր ամեն ինչ, ինչևէ շնորհավորենք բոլոր վլոգերներին, հատկապես որակյալ բովանդակություն ստեղծողներին։ Եղել եմ, այո, ընդ որում Լուսինե հետագայում մի հետաքրքիր բան էլ ասեմ, որ վլոգը կոնկրետ ժանրի վերածվեց։ Եթե ամենասկզբում վլոգինգը ի սկզբանե նշանակել է պարզապես վիդեոբլոգ, հետո դա վերածվեց կոնկրետ փոքրիկ ժանրի, երբ մարդը ցույց էր տալիս իր օրը կամ ինչ-որ հատված, դա սկսեց կոչվել վլոգ։ Ահա։ Այնպես որ իմացաք արդեն հարգելի ռադիոլսողներ, բայց միևնույն է բլոգինգը ավելի լայն հնարավորություն է տալիս, որովհետև այնտեղ չէ սահմանափակվում միայն վիդեո կոնտենտ ստեղծելով, այլ տարբերակները շատ են։ Սկզբանե մարդիկ բլոգ վարել սկսել են հենց տեքստերով, բլոգ հարթակներ կային, իհարկե ամենաառաջին բլոգները վաղուց վերածվել են կայքերի եւ միլիոնավոր դոլարներ են բերում, ժամանակին, հա։ Այնպես այո։ Տեղափոխվենք ազգային օրեր, փաստորեն այսօր նահանգներում հագուստները վերաձևելու օրն են նշում, դու հաճախ ես անում նման բան, փոփոխում, հարմարեցնում քեզ։ Այո, ձեռքից լավ եմ, շնորհքով աղջիկ եմ, Կարլձևից եմ։ Այսինքն ինքդ էլ անում ես։ Վաու։ Ես կարողանում եմ ձեռքով այնպես կարել, որ նույնիսկ չես մտածի, որ դա ձեռքով է կարել։ Դե հա, տողնով որ։ Նկատի կունենամ, սիրելի Լուսինե։ Գնանք առաջ եւ այստեղ եթե դիտարկում ենք, ապա տեսնում ենք, որ այսօր եւս մեկ օր կա, որ շատ-շատերին դուր կգա։ Արի ոչինչ չանենք այսօր։ Արի, ես միշտ պատրաստ եմ։ Ոչինչ չանենք, համաձայն։ Լռենք այսպես։ Միացյալ Նահանգներում այսօր նշում են ծուլության ազգային օրը։ Մի ծուլացեք, լավ բան չի ծուլանալը։ Հա թե չէ, բայց մեկ-մեկ պետք է իդեպ ասում են, երբ մարդը մեկ-մեկ քիչ-քիչ ծուլանում է, ուղղակի ուզում է բազմոցին բազմել ու ոչինչ չանել, այդ ժամանակ իր ուղեղն ավելի արդյունավետ է աշխատում։ Գիտեիք դրա մասին։ Չէ, ես չգիտեի։ Բա ասում է ժամանակ ավելի ակտիվ է աշխատում, քան օրինակ դու ծանրաբեռնված ես եւ այլն եւ շատ արդյունավետ է քեզ համար։ Եվս մի տարօրինակ տոն Միացյալ Նահանգներում այսօր նշվում է երկնաքերերի գոյության համար շնորհակալ լինելու օրն է այսօր, չգիտեմ ինչու պիտի մարդիկ ուրախ լինեն, որ երկնաքերեր գոյություն ունեն, բայց հանուն արդարության ասեմ, որ եթե երկնաքերեր իմ կարծիքով, ապա Նյու Յորքում։ Գիտես ինչ։ Որովհետև այդ քաղաքը հենց սկզբից էլ հարմարեցված է եղել եւ երբ մեր Երևանի նման փոքրիկ քաղաքներն են ծանրաբեռնվում երկնաքերերով, այ դա չեմ սիրում։ Ես մի բան կարող եմ ասել, եթե երկնաքեր, ապա բարձրահարկում։ Միայն եւ միայն երկնաքերի էֆեկտը ու հաճույքը դա երբ շատ բարձր հատվածից նայում ես, վայելում ես, ամբողջ քաղաքը ոտքի տակ է։ Մի խոսքով ես սիրում եմ բարձրություն։ Ես էլ կարծում եմ, բայց միևնույն է երկնաքեր շենքեր կարծում եմ, որ պիտի լինեն հարմարեցված քաղաքներում։ Օրինակ, չգիտեմ, Նյու Յորքում, Ռոտերդամում, ես բնակվել եմ 23-րդ հարկում, 28-րդ հարկում, վայելել եմ ուղղակի այդ բարձրությունը ճիշտն ասած, տարբեր քաղաքների մասն է խոսքը, օրինակ հիմա փորձենք հասկանալ Արմինե Գևորգյան այնպես է մեզ վրա նայում, չէ սիրում բարձրություն։ Մի ասեի լավ էլ տեսած աղջիկներ եք։ Իհարկե, ինչի չգիտեիր, Արմինե ջան։ Դա դու գիտեիր, ինձ թվում է քեզ համար դա նորություն չի։ Արմինե, այս դիլեմային, նախ բարի լույս, այո։ Գործընկերներ ջան։ Այս դիլեմային կարծիք, արդյոք օրինակ Երևանի նման փոքր քաղաքներում, որոնք ի սկզբանե նախատեսված են եղել ցածր շենքերի համար, տեղին է երկնաքերերի։ Ոչ։ Տեղին չէ, որովհետև չէ, իսկ նայած որ հատվածում, հա, երբ որ կենտրոնում են դա կառուցվում, եթե խցկում են այդ երկնաքերերը, ոչ։ Եւ հետո հարցը տվել եք ես թողեք Ոչ պատասխանը։ չենք կարող մենք։ Խնդրեմ։ 1 ժամ շարունակ լսում էին քո նկարաբանը, կարծիքը։ Հիմա 1 ժամում դեռ 1 ժամ չկա, որ եթերում ենք։ Ռադիոլսողի մոտ տպավորություն կստեղծվի, ինչ անհաշտ գործընկերներ են։ Այո, դա շատ վտանգավոր է։ Տղամարդ չկա զսպող մեզ էլի, այսինքն չէ, դա
Երկնակերերից Ես խնդրում խոսեմ եմ։ երկնակերերից, Խոսեք այ երկնակերերից արգելի Ես համաձայն չեմ, որ Երևանում հատկապես մասնավորապես կենտրոնի մասին է խոսքը, կենտրոնի հատվածներում կառուցվեն այդ բարձրահարկները, որովհետև առանց այն էլ կենտրոնում օդ չկա շնչելու, որ մնաց այդ երկնակերները։ Իսկ ընդհանրապես բարձրություն շատ սիրում եմ, ամենաբարձրը որ եղել եմ Նյու Յորքում եմ եղել, առաջին եւ Սիեթլում եմ եղել։ Հետո էլ ինձ ասում եք ինչ տեսած, Սպասում էի, ճիշտ ասած, սպասում էի այդ պատասխանին։ Սիեթլում եմ եղել 100-րդ հարկում բարձրացել, շատ հետաքրքիր էր եւ Ես այս պայմաններում չեմ կարող աշխատել։ Ոչինչ, եւ այնպեսի ազատություն կար այդ բարձրության մեջ, որը չեմ կարող նկարագրել էլի զգացողությունը։ Իդեպ միանալով ես նաև կարծում եմ, որ մի փոքր անարդար է այն մարդկանց նկատմամբ, որոնք նորակառույցներում չեն բնակվում, օրինակ երկար ժամանակ որևէ շենքում 5 հարկանի շենքում բնակվել են եւ այդ բնականը ձեռք են բերել հենց օրինակ տեսարանի համար, մեկ էլ մի օր արթնանում են, տեսնում են, որ միակ տեսարանը դիմացի քարե 17-18 հարկանի շենքի հարևանի դեմքն է։ Ես մի բան եմ ուզում ասեմ, շատ այսինքն խորհրդային տարիներին, երբ որ մարդիկ բնակարաններ էին ձեռք բերում, այն ժամանակ ավելի շատ նախընտրում էին ցածրահարկ բնակարանները, երկրորդ, երրորդ հարկերը։ Հիմա որքան բարձր, այնքան գինը բարձր, իդեպ դա էլ մեծ նշանակություն ունի։ Եթե 8-րդ, 10-րդ, 12-րդ հարկում ես դու տուն ուզում վերցնել կամ վերջին հարկում ավելի թանկ է քառակուսին։ Լավ, անցնենք սահուն կերպով գովազդի գներին, չգիտենք որքան է, որ ժամին, որովհետև ինչպես դու ես նշում, հարկերը եւս տարբեր գներ են, ապա գովազդներն էլ տարբեր ժամերի, տարբեր գներ են։ Այո, հիմա գովազդը մեր եթերում։ Գովազդը սուրբ բան է։ Գնացինք։ Սուրճ ու սեր առավոտից։ Այո, սուրճ ու սեր առավոտից հաղորդումը շարունակվում է վարկյանները անց, արդեն մենք նաև կծանոթանանք լրահոսին։ Արմինե, հետաքրքիր նորություններ կան, հագեցած է այսօր, հետաքրքիր տեղեկություններով թե ոչ։ Ամեն ինչ նույն է, որովհետև ճիշտ ասած ամռանը լրահոսի մի փոքր սղություն է նկատվում, որովհետև մարդիկ իրենք էլ են ուզում հանգստանալ։ Հետնել երկուշաբթի։ Այն էլ երկուշաբթի։ Բայց երկուշաբթին միշտ ավելի ծանր է, թե միֆ է դա։ Չէ, հիմա էլի ծանր է, բայց նորից եմ կրկնում, դիմացը շաբաթ կիրակի է եղել, այսինքն աշխատանքային, որպես այդպեսին пассив շրջան է համարվում լրատվության համար։ Ինչ կանցնես Բայց արդեն Հայաստանը լրահոսին։ չի զիջում։ Չի զիջում, ինչ կանցնես հիմնական լրահոսին ունենք մոտավորապես 20 վայրկյան եւ արագ ուզում եմ հարցնել արհեստական բանականության կենտրոնի մասով, այսպես տեսնում եմ տարբեր ռիլեր, որ բոլորը զարմացած են, որ տարածաշրջանում ենք առաջինն Այո, ենք։ առաջինն ենք, մոտ $500 միլիոն ներդրում, եթե թիվը կարող է շփոթել, գուցե սխալ, գուցե ավելի շատ ներդրում են կատարվել եւ նախորդին է տեղի ունեցավ բացումը եւ ինչպես ասում են ներկաները, արհեստական բանականության գիգանտներն էին եկել Հայաստան եւ դառնալու է կարծես Հայաստանը կապող օղակ, տեխնո, հա, կապող հանգույց, չնայած ես անկեղծ պետք է ասեմ, ես այդքան լավ չեմ հասկանում այդ ոլորտը։ Դե ոչ ոքս էլ նորմալ չենք հասկանում։ Հիմա ուղենք միասին ժամացույցները, այն հետո շարունակենք։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։
Երևանն է խոսում, հանրայինի եթերում լրատվության ժամ է, եթերում ռադիոլուրն է, խոսափողի մոտ Արմինե Գևորգյանն է։ Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։ Զրույցի ընթացքում վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տանը խաղաղության գագաթնաժողովը կազմակերպելու Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ընդունած խաղաղության հռչակագիրը որպես վկա ստորագրելու համար։ Նա հատուկ ընդգծել է Դոնալդ Թրամփի անձնական ջանքերի որոշիչ դերը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ Վաշինգտոնի գագաթնաժողովը հանգեցրել է երկու երկրների միջև իրական խաղաղության, որն արդեն տեսանելի եւ շոշափելի է ժողովուրդների համար։ Բացի այդ, կողմերը քննարկել են TRIP նախագծի իրականացման ընթացիկ վիճակը, վերահաստատելով մոտ ապագայում շինարարական աշխատանքները սկսելու իրենց երկուստեք հաստատակամությունը։ Միացյալ Նահանգները լիովին հանձնառու է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ համագործակցությանը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Պետդեպը հիշեցրել է, որ Սպիտակ տանը նախագահ Թրամփի մասնակցությամբ Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիևը ստորագրել են պատմական հռչակագիր, որը վերջը դրել տասնամյակներ տևած հակամարտությանն ու մեկնարկել է TRIP նախագիծը։ ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ TRIP-ը, որը նախատեսված է երկաթուղային, ավտոմոբիլային, էներգետիկ եւ թվային ենթակառուցվածքների արտիականացման համար, աստիճանաբար վերածվում է իրականության։ Ըստ Ռուբիոյի, Հայաստանում մեկնարկել է երկաթուղու ինժեներական հետազոտությունները, իսկ Ադրբեջանը մոտենում է դեպի Հայաստան միացվող ճանապարհների շինարարության ավարտին։ Խաղաղությունը ճանապարհ է բացել Միացյալ Նահանգների, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների ընդլայնման համար, ինչը կնպաստի երեք երկրների տնտեսական բարգավաճմանը, ասել է ԱՄՆ պետքարտուղարը։ Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը։ Կովկասում ձեռք բերված համաձայնությունից հետո հուսով ենք այժմ հրադադար կա, հրադադար, որը լավ է գործում եւ աջակցելով այս գործընթացին հաշվի ենք առնում անվտանգության ու տնտեսական ճարտարապետության հեռանկարը, նշել է Հական Ֆիդանը։ Այժմ անդրադառնանք միջազգային լրահոսին եւ խոսենք Իրանի եւ Միացյալ Նահանգների հարաբերություններից։ Իրանը հայտարարել է, որ մոտ է Օմանի հետ վերջնական համաձայնագրի կնքմանը, որը կսահմանի Հորմուզի նեղուցով երկու երկրների միջև նավագնացության նոր երթուղիները։ Այդուհանդերձ Թեհրանը վերահաստատել է, որ ռազմավարական ջրային ուղու վերաբացման համար ԱՄՆ-ն նախ պետք է կատարի մի շարք պայմաններ, այդ թվում վճարի փոխհատուցում, չեղարկի պատժամիջոցներն ու դադարեցնի ռազմական սպառնալիքները։ Ամերիկացի պաշտոնյաներից մեկը Reuters գործակալությանը հայտնել է, որ Իրանն ու Օմանը մոտ են համաձայնությանը։ Նավթի եւ գազի փոխադրման համար կարևորագույն նշանակություն ունեցող այս անցումը Իրանը արգելափակել էր ի պատասխան փետրվարի վերջին Թեհրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից սկսված հարձակումների։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նշել էր, որ Օմանի հետ համաձայնագիրը գտնվում է ճիշտ է վերջնական փուլում, սակայն շեշտել էր, որ նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել իր պայմանները։ Արաղչիի խոսքով Իրանն ու ԱՄՆ-ն ուղիղ բանակցություններ չեն վարում եւ չեն սկսի, քանի դեռ Վաշինգտոնը խախտում է համաձայնագիրը։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Խամենին հանդիպել է նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Հանդիպմանը մասնակիցները քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը։ Այս մասին տեղեկացնում է Թեհրանի բյուրոյի եւ Իրանի գերագույն առաջնորդի կայքը։ Պաշտոնավարման 3-րդ տարին սկսվելուն պես Փեզեշքյանը ըստ տեղեկությունների հանդիպել եւ մտքեր է փոխանակել Խամենեի հետ։ Հանդիպման ընթացքում մանրամասը քննարկվել են երկրի խնդիրները, այդ թվում բնակչության առօրյա կարիքների բավարարումը, երրորդ պարտադրված պատերազմի եւ առաջիկա շրջանի համատեքստում արկա իրավիճակը, ռազմական զարգացումները, ծախսերի կառավարումը եւ արտահանման գործընկերների հետ տնտեսական համագործակցությունը։ Եվ վերջում ռուսական կողմը Ուկրաինայի կարգավորման հարցով Գերմանիայի հետ որևէ պաշտոնական բանակցություն չի վարել, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայել Գալուզինը։ Փոխարտգործնախարարը նշել է նաև, որ հասարակական խմբերի ներկայացուցիչների միջև էլ ոչ պաշտոնական շփումներ են տեղի ունեցել, ինչ վերաբերում է ռուսական եւ գերմանական տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև ոչ պաշտոնական հանդիպումներին, դրանք եղել են, կան եւ շարունակվում են։ Այսքանն ենք առանձնացրել լրահոսից այս ժամի համար, հետևեք իրադարձությունների զարգացմանը, ռադիոլուրի եթերում խոսափողի մոտ Արմինե Գևորգյանն էր։
ուսեր առավոտից։ I had you dressed in Manalo Blahniks when I first met you. Now it's all about Prada and Azili shoes, EV suits, jeans that fit you the right way. I had you singing, I did it my way. The rain just falls and the wind just blows left and right. If you go away tonight, introduction to the Louis Vuitton, Don Juan, Teflon. 1 + 1 = 1 way. If you go away, Դու գնաս ամառվա շոքի կտանես քեզ հետ իմ տխուր հոգի երազները թող սավառնեն երկին ու տանեն վերև մեր այն սերը go away, գնաս աշնան հովի կտանես քեզ հետ իմ տխուր հոգի երազները թող սավառնեն երկին ու տանեն վերև մեր այն սերը երազները ինձ տանեն որ տեսնեմ քեզ Միլքիրից իմ միակ երկ որ ապրեմ I դες used to think that you my other half, but I don't love you like I used to now. You're so much older now. Daddy's little girl finally grew up, looking in the mirror, who's that? They say once a good girl's gone bad, then she's gone forever. Now you're sitting there crying forever, reminiscing about the good old days, the good old ways. Do you know what the things that people say? I'm looking at your phone records. Yeah, it's 2 in the morning. Who you talking to? I'm just asking. A month goes by, you remove my name from your skin. What happened? Were you just plain sick of everything? Dark clouds when the rain's pouring. Yeah, I'm living my life. I'm straight hustling, playing life for my days long. While you sitting there singing the sad songs. If you go away. Զմրան սրտին կտանես քեզ հետ իմ տխուր հոգի երազները դու սավառնեն երկինք ու տանեն վերև մեր այն սերը եթե դու գնաս գարնան զովի կտանես քեզ հետ իմ տխուր հոգի երազները դու սավառնեն երկինք ու տանեն վերև մեր այն սերը երազները ինձ տանեն դեպի վեր որ քեզ տեսնեն If you go Ինչ տխուր է մարած քեզ Ետարի ու սերդ պես Եթե դու գնաս ամառվա շոքի Կտանես քեզ հետ իմ տխուր հոգի Երազները թող սավառնեն երկին ու տանեն վերև մեր այն սերը Եթե դու գնաս աշնան հովի Կտանես քեզ հետ իմ տխուր հոգի Երազները թող սավառնեն երկին ու տանեն վերև մեր այն սերը Եթե դու գնաս ամառվա շոքին, կտանես քեզ հետ իմ տխուր հոգին, տարեք տխուր հոգիները, թող բոլորի հոգիները միմիայն ուրախ լինեն, համաձայն ես, չէ՞։ Եվ իհարկե ամեն ինչ ընկնում է, ամեն ինչ գնում ու հայտնվում է պատմության գրկում։ Հիշեք, որ ամեն ինչ ունի իր ժամկետը։ Նույնիսկ մարդիկ ունեն իրենց վաղեմության ժամկետը եւ այո, ուղղակի հենց այնպես ոչ մի մարդ ձեր կյանքում չի հայտնվում եւ ոչ մի մարդ հենց այնպես չի հեռանում։ Այստեղ կարծես չբացահայտված ինչ որ բաներ կան, համաձայն ես, չէ՞։ Ասում են եւ նույնիսկ ասում են, որ վերջերս մի տեսության եմ հանդիպում on-line, չգիտեմ որքանով եմ ինքս հավատում, բայց վստահ եմ կան մարդիկ, որ համակարծիք կլինեն, մի այսպիսի տեսություն կար, որ երբ մարդը իր առաքելությունը քո կյանքում ավարտում է, նույնիսկ եթե դուք շատ մոտ եք ապրում, ապա չես տեսնում, նույնիսկ պատահաբար չես հանդիպում, չգիտեմ։ Ասում են նման բաներ կան, այնպես որ, այո, գուցե։ Մեկնաբանություններ ունենք, արագ մի քանիսը նույնպես կարդամ, Էդիկ Բաբուջյանը հասցրեց մեզ միանալ, Ամալա Ղազարյանը նույնպես իրենց ստիկերներով եւ Մամիկոն Լուսինե account-ը մեզ բարի լույս Մամիկոնն է իմ
Միչայելից կարծեմ, եթե չեմ սխալվում։ Ողջույններ հարգելի ռադիոլսողներ, շատ ուրախ ենք։ Պատմության էջերը շարունակենք թերթել, հստակ ասենք թե ինչ ազգային տոներ կան, իսկ իրադարձություններն ու ծնունդները արդեն մեր հաղորդման վերջին հատվածում, որովհետև մեր հյուրերն արդեն մեզ են սպասում։ Եթե թերթում ենք ազգային տոները, ապա ասենք Միացյալ Նահանգներում Դուրան խմբին երախտագիտություն հայտնելու օրն է։ Հետաքրքիր է, որ այսպես երախտագիտություն են հայտնում։ Ընտանի կենթանիներին, շներին երես տալու, սփոյլ անելու այսպես ասած օրն է նաև այսօր, մի փոքր ավելին են թույլ տալիս իրենց ընտանի կենթանիներին նահանգներում այսօր։ Մարդիկ կան, որ շուն պահողները, հա, որ չլկստվածնեն, ինձ թվում է բոլոր շանտերերը իրենց շունիկներին լկստվածնում են։ Չի անհնար է առանց դրա ուղակի։ Հետաքրքիր է, որ Գրենադայում նշում են դիմակահանդեսային երկուշաբթին, չեմ կարող ասել ինչպես են այն նշում, բայց այդպեսի հետաքրքիր տոն կա։ Ինդոնեզիայում տեխնոլոգիաների զարթոնքի ազգային օրն է, նրանք նույնպես նոր տեխնոլոգիաներին փաստորեն կարևորություն են տալիս։ Նաև վետերանների ազգային օրն է այնտեղ։ Տեղափոխվում ենք Իսպանիա, Սուրբ Լավրանտիի տոնն է։ Հայ առաքելական եկեղեցին փաստորեն այսօր նշում է Սուրբ Աստվածանցնի վերափոխման շաբաթապահքը։ Այո, Լատվիայում կրակի օրն են նշում եւ գնանք Ռուսաստան։ Թե Ռուսաստանում, թե նաև Տոկելայում այսօր հայրերի օրն է փաստորեն, չգիտեի։ Ռուսաստանում չի հայրերի օրը։ Ներողություն եմ խնդրում, Սամոա, ներողություն։ Իսկ Ռուսաստանում այսօր նշում են երկար օրը եւ ուղեկից քամու օրն են նշում։ Թող քամին միշտ ուղեկից լինի մեզ հետ ճիշտ ուղղությամբ, էլի նկատի ունեմ։ Օգնի հասնել ճիշտ տեղում, չէ՞։ Ահա։ Եվ Տաջիկստանում էլ հետաքրքիր մի տոն կա, հին ավանդույթներն են պահպանվում, ֆիզկուլտուրնիկի օրն են նշում դրանք, այո։ Ֆիզկուլտուրնիկը ֆիզկուլտի ուսուցիչն է, թե մարդիկ, որոնք պարզապես ֆիզկուլտուրայով են զբաղվում, չեմ կարող ասել, ենթադրում եմ այդպես, էլի։ Այնպես որ հարգելի ռադիոլսողներ, իրականում մարզվելը շատ ճիշտ է, շատ կարևոր է, որ մարզվեք, շարունակեք մարզվել, իսկ մենք րոպեներ անց հետաքրքիր մի միջոցառման մասին ենք խոսելու մեր հյուրերի հետ, մնացեք մեզ հետ։ At first I was afraid, I was petrified, kept thinking I could never live without you by my side. But then I spent so many nights thinking how you did me wrong, and I grew strong, and I learned how to get along, and so you're back from outer space. I just walked in to find you here with that sad look upon your face. I should have changed that stupid lock, I should have made you leave your key. If I'd have known for just 1 second you'd be back to bother me. Go on now, go, walk out the door, just turn around now, 'cause you're not welcome anymore. Weren't you the one who tried to hurt me with goodbye? Did you think I
Սուրճ ու սեր առավոտից։ Եվս մեկ անգամ ասում ենք բարի լույս հարգելի ռադիոլսողներ, սիրով ողջունում ենք եւ իհարկե միայն մաղթում լավ տրամադրություն, հիշեք, որ ձեր տրամադրության թակավորը կամ թագուհին հենց դուք եք եւ դուք եք ստեղծում տրամադրությունը ու ինչու ոչ լավ տրամադրության վարակում նաեւ ձեր հարազատներին, մտերիմներին, մտածեք, որ տոն կարող եք ստեղծել փոքրիկ կարևոր մանրուքներից, այնպես որ ամեն ինչ ձեր ձեռքերում է, ժպիտով դիմավորեք օրը եւ կտեսնեք, թե որքան հաջող կանցնի այն։ Դրական լիցքեր եւ տոնական տրամադրություն օգոստոսին Երևանում ստեղծում են նաեւ բազմաթիվ մշակութային իրադարձություններ, որոնցով այս տարի լիքն է օգոստոսը եւ դրանցից մեկին ենք այսօր անդրադառնալու։ Հայաստանում բացվել է, ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում իդեպ առաջին անգամ իսլանդացի ճանաչված արվեստագետ Ռոզա Գիսլադոտիրի ցուցահանդեսը ժամանակի արտացոլանքը ներողություն խորագրով ներկայացված է 23 ստեղծագործություն, որոնցում արվեստագետը քաղաքական եւ փիլիսոփայական մոտիվների միջոցով անդրադառնում է ժամանակակից աշխարհի տեխնոլոգիական, մշակութային եւ բնապահպանական մարտահրավերներին։ Եվ հենց այս ցուցահանդեսի մասին խոսելու ենք Հայարտ կենտրոնի ծրագրերի համակարգող Էռնա Գալստյանի եւ հենց իր արվեստագետ Ռոզա Գիսլադոտիրի հետ։ Բարի լույս։ Բարի լույս։ Welcome to Armenia։ Տաղավար եւ Հայաստան։ Այո։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Մենք, չգիտեմ, քանի որ առաջին անգամը չէ, որ դուք Հայաստանում եք, ապա ենթադրում եմ, որ արդեն զգացել եք, որ հայերը շատ հյուրասեր եւ հյուրընկալ մարդիկ են, եւ ձեզ զգում եք ինչպես ձեր տանը։ As this is not your first time in Armenia, I'm guessing you can feel that Armenians are very welcoming people and warm people, and you feel like home. I really do. Yes. Everybody is very welcoming and you know, and interested and not, you know, coming too close to you without your wanting it or something. You know, you're never attached on the street or anything that buy this is nothing like that happens. So. Այո, իսկապես բոլորը բավականին հյուրընկալ են, բայց նաև նկատել եմ այն, որ այստեղ ոչ ոք առանց եթե դու չես տալիս նրանց թույլտվություն, նրանք քեզ չեն դիպչում, փողոցում ինչ որ բաներ չեն փորձում վաճառել եւ այլն եւ այլն։ Ցիվիլ է ամեն ինչ, շատ լավ է, մեզ համար շատ կարևոր է։ Ինչը իրականում է հատկապես նոր երկրում երբեմն կարող է բավական բանող լինել եւ անդրադառնալով Ռոզայի արվեստին, երևի խնդրենք նախ դուք պատմեք, թե Հայարտն ինչպես է բացահայտել արվեստագետին եւ ինչպես կայացվեց որոշումը Հայաստանում ունենալ ցուցադրություն, ցուցահանդես եւ հետո արդեն Ռոզային խնդրենք պատմել, թե ինչպես ինքն արձագանքեց։ Այո։ Իրականում ամեն ինչ սկսվել է շատ ավելի շուտ 2014 թվականին գերմանական Բոն քաղաքում Հայարտ կենտրոնի տնօրեն Սոնա Հարությունյանը մասնակցել է սահմանից անդին համաժողովին, որտեղ եղել են ներկայացված արվեստագետներ տարբեր երկրներից, այդ թվում նաև հենց Ռոզա Գիսլադոտիրը։ Եվ 14 թվականի այդ ֆեստիվալից հետո Սոնա Հարությունյանի մոտ գաղափար ծագեց, որ սա կարող է լինել նաև Երևանում, եւ նա առաջարկով հանդես եկավ Բոն քաղաքի քաղաքապետին, եւ արդեն հաջորդ տարի 7 երկրից արվեստագետներ այցելեցին Երևան, այդ թվում նաև Ռոզա Գիսլադոտիրը, եւ նրանք ՆՓԱԿ կենտրոնում սկսեցին 7 օր շարունակ ստեղծագործել հայ արվեստագետների հետ, եւ ապա այդ գործերը ցուցադրվեցին։ Սա Ռոզայի եւ մեր կենտրոնի տնօրեն Սոնա Հարությունյանի առաջին համագործակցությունն էր, իսկ արդեն նախորդ տարի Ռոզան առաջարկ ստացավ Սոնա Հարությունյանից գալ եւ ցուցադրվել Հայարտ կենտրոնում։ Խնդրենք Ռոզան էլ իր կողմից պատմի ինչպես արձագանքեց այս առաջարկին, հատկապես որ տարածաշրջանում առաջին անգամն է, գուցե ինչ որ մտավախություններ կային, թե հակառակը սիրով եւ սպասված առաջարկ էր սա։ Եվ իհարկե բացահայտելով Հայաստանը ինչ զգացողություններ ու հույզեր ունեցավ։ Can you please tell us about how Sona Harutyunyan made how she asked you to come to Armenia? What did you feel? Were you excited or a bit worried? And also, can you tell us about Armenia? How did you feel when you came here? Yeah.
I came here first 2014. It was a small symposium with other artists from Europe, and Sona arranged it, and that was very, we went to so good restaurants, and we went to see Corvir Aben, other churches and things, and so I fell in love. I thought it was very nice. It was a little bit like Italy, but not as many people or tourists or something. And then when she called me and asked if I would exhibit many years later, and we had not been in touch, I was surprised and, of course, excited. And then, it was when I came to see the building, I'm exhibiting in this Hay Art Museum, I absolutely fell in love. So. Ռոզան պատմում է հենց իր առաջին այցի մասին Հայաստան 14-15 թվականներին, ասում է, որ այդ ժամանակ նրանք այցելեցին մի շարք ռեստորաններ, եկեղեցիներ եւ նա հիացած էր, համեմատում է Հայաստանը Իտալիայի հետ, սակայն էներգետիկայով, այո, սակայն նշում է, որ այստեղ այդքան տուրիստներ չկային եւ ավելի հարմարավետ էր, որ չկային. Was it better that there are not as much tourists in Armenia as in Italy? Yes. Հաճախ զբոսաշրջիկների մեծ քանակը մեծ դիսկոմֆորտ է բարգեվում մարդկանց, ովքեր ուզում են ուղղակի զբոսնել ու վայելել, տեսնել. So the big amount of tourists sometimes can be overwhelming. Yes, it can, and takes from you are visiting a country, and you want to, you want to be you want to be there alone and have everything for you. Yes. But yeah. Երբ այցելում ես ինչ-որ երկիր, ուզում ես այնտեղ մենակ լինել իրականում։ Ամբողջությամբ Ռոզան նաև կարծես թե պատմում էր իր տպավորություններից, հենց երբ եկավ, շենքը տեսավ, այդ մասին նույնպես պատմենք երևի։ Ռոզան Հայ Արտ կենտրոն հենց այցելեց 2025 թվականի փետրվարին, ու նշում է, որ սիրահարվեց շենքին եւ սիրահարվեց Հայաստանին։ Սերը փոխադարձ է վստահ կարելի ասել։ Ես կուզեի նաև խոսեինք ձեր գործերից։ Մենք իհարկե ներկայացրեցինք գլխավոր մեսիջները, բայց հեղինակը այլ կերպ կարող է մեկնաբանել եւ ավելի խորքային ներկայացնել։ Ինչից է ոգեշնչվում, ոգևորվում եւ ինչից է, որ ստեղծվում են գործերը։ Can you tell us a bit more about your artworks, as in what inspires you to create them? Well, there are, because it's a big museum, and so there is something different in all the all the barrels. These are 5 barrels, and well, in the first barrel I made a panorama. And because in Iceland I have made a panorama about our Reykjavik mountains, and I thought, your mountain is of course Ararat, which is a very important mountain. So I made that, and then I have been working a lot with environmental issues like plastic waste and things like that. And one of the barrels has that in it, and then I also like classical, I like classical things like columns and things, and I did some work around that in one of the barrels, and then because and then in the end it's like relics of the future. That is a little bit meant to be thinking about, later on, what are we doing with the earth? How are things? We are using a lot of everything, and maybe also too many people, other things. So I think the exhibition is mirror of time, and I think that is my life a little bit. But in the last barrel there is like beginning and so that is like a new beginning. It should be.
Այսպեսով նախնշեմ, թե ինչու է Ռոզան ասում barrels, այսինքն տակառներ։ Այո։ Եթե ծանոթ եք Հայարտի շենքին, դուք գիտեք, որ դրանք ամբողջ շենքը կազմված է 5 տակառանման գլանաձև շենքերից, որոնք միացված են իրար անցումներով, եւ Ռոզայի ցուցահանդեսի դեպքում մենք յուրաքանչյուր տակառը օգտագործեցինք որպես ուներ մեկ կոնցեպտ եւ մեկ շարք։ Առաջինում լանդշաֆտ շարքն է, ինչը ի սկզբանե ստեղծվել է որպես Ռեյկյավիկի լանդշաֆտը ներկայացնող եւ սարերը ներկայացնող աշխատանք, բայց Ռոզան եւ համեմատություն է տանում, ինչպես նա նշեց մեր Արարատ սարի հետ։ Ներկայացված է նաեւ ապագայի մասունքները շարքը, մեկ այլ տակառում սրահում ներկայացված են պլաստիկ դարաշրջան կոչվող շարքը, որը վերաբերվում է թափոններին եւ Ռոզան կարծում է, որ մենք հիմա ապրում ենք պլաստիկ դարաշրջանում։ Դե հա, ու լուրջ խնդրի առաջ ենք կանգնած։ Եվ Ռոզան նաև ստեղծագործում է կլասիկ ոճի մեջ եւ ոգեշնչվում է հռոմեական դարաշրջանի արվեստից, այնպես որ դուք այնտեղ կարող եք տեսնել այդ մեծ կոնտրաստը պլաստիկ դարաշրջանի եւ հռոմեական դարաշրջանի արվեստի միջև, եւ ցուցադրությունը ավարտվում է վերջին սրահով, սկիզբ եւ ավարտ, եւ այնտեղ ներկայացված է կրակը որպես ավարտ եւ ձուն որպես սկիզբ։ Կարծես թե իհարկե դեռ կհասցնենք Ռոզային մի քանի հարցեր տալ, բայց կարծես թե գովազդային դադար չէ, հիմա ունենք, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք մեր զրույցը։ Սուրճ ու սեր առավոտից։ Դե ինչ արգելի ռադիոլսողներ, շարունակում ենք մեր եթեր եւ շարունակում ենք հետաքրքիր զրույցը, այո, գեղեցիկ յուրատեսակ ցուցադրությունների շարք, որը մեր իրական կյանքն է եւ կոնտրաստները ավելի ակնհայտ կլինեն ցուցադրության, այսպես ասած, սրահներով շփվելով, այստեղ մենք կտեսնենք, չէ, Իսլանդիայի գույներ, մուդը, հա, ամբողջ դրամատուրգիությունը, որովհետեւ Իսլանդիան իր տարածքով, իր բնությամբ, հա, իր ամեն ինչով տարբերվում է բոլոր մյուս տեղերից։ Իրականում, ահա, կարող եք դուք էլ պատասխանել։ Իրականում ցավոք այլևս չենք կարող տեսնել, որովհետև օգոստոսի 7-ին տեղի ունեցավ մեր ցուցահանդեսի փակումը։ Չի լինելու նորից։ Do you plan to exhibit here again? Ես ինչի 10-ը հիշում։ Ես էլ եմ հիշում, որ մինչև 11-ն է կարծես թե, 11-ը նույնիսկ։ You never know. Maybe. If I get the phone call again, you know. Եվ Էրնա մի փոքրել Հայարտի առաջիկա պլաններից հրաշալի է, որ միջազգային համագործակցություններ են լինում, որ Իսլանդիայից ունենք հյուր, որ Ռոզայի ստեղծագործություններն են ցուցադրվել, հետաքրքիր է, արդյոք նմանատիպ այլ ցուցադրություններ առաջիկայում նախատեսվում են, եթե այո, ինչ արվեստագետների հետ են բանակցություններ ընթանում եւ առհասարակ ինչ պլաններ ունի Հայարտը առաջիկայի համար։ Իրականում Հայարտը այս պահին շատ զբաղված է։ Ինչի այդպես բահեր լինում են, որ դուք զբաղված չեք լինում։ Ոչ։ Այնպես ոչ։ Բայց իրականում այս պահին ամեն ինչ ավելի ինտենսիվ է ընթանում, քան վերջին մի քանի ամիսներին, պատկերացրեք դա ինչ ինտենսիվություն է։ Բոլորը հանգստանում են, դուք որոշել եք գերծարաբեռնված աշխատել։ Սեպտեմբերի 11-ին մեզ մոտ կլինի Թորոս Ալաջաջյանի ցուցահանդեսի բացումը։ Թորոս Ալաջաջյանը ֆրանսիահայ տպագրության մասնագետ է։ Տպագրիչ է եւ նրա ցուցահանդեսի շրջանակներում մեզ մոտ կցուցադրվեն 55 անվանի ճանաչված լուսանկարիչների աշխատանքներ։ Նրանք մեծամասամբ ֆրանսիացիներ են
բայց ոչ միայն դրանց թվում է Դեյվիդ Լինչը երկու լուսանկար Դեյվիդ Լինչից փակագծեր եմ հիմա բացում հալավ եք անում գայթակղեք ընտրում մենք Ալիշանի գործերը Ալի Կարտիե-Բրեսոն բայց ամբողջովին հիմա չեմ ուզում ասել սեպտեմբերին ունենալու ենք նաև մեծ համաժողով միջազգային եւ գեղարվեստական լուսանկարչության որը անվանել ենք լուսանկարչության հեծանները համաժողովի ընթացքում մենք կհյուրընկալենք Շվեյցարիայի ֆոտո Էլիզեի կենտրոնից մասնագետի կհյուրընկալենք մի շարք թանգարանների տնօրենների կամ խոսնակների եւ 22-ին կլինի պաշտոնական բացումը իսկ 23-ից 27-ը տեղի կունենան այդ սփիչերը ելույթները եւ իհարկե այդ ելույթները կլինեն ինչպես միջազգային մեր գործընկերների կողմից այնպես էլ հայ լուսանկարիչներ նույնպես ներգրավված կլինեն Արեգ Բալայան, Արմեն Տեր-Մկրտչյան, Դավիթ Ներսիսյան Արթուր Լյումեն Կարծում եմ նմանատիպ միջոցառումները նաև հիանալի հնարավորություն են տեղական ստեղծագործողներին ծանոթացնելու արտասահմանցի ստեղծագործողների հետ եւ իհարկե այստեղ գնում է փորձի փոխանակում, մերոնք էլ վստահ եմ ասելիք ունեն ու դրսի մասնագետները եւս շատ բան կսովորեն մերոնցից։ Շնորհակալություն հայտնենք ձեզ հետաքրքիր գաղափարները իրագործելու իրականացնելու համար եւ ինչու ոչ միայն հանդիսատեսին, այցելուին, այլև մասնագետներին ծանոթացնելու այլ երկրների որակյալ արվեստագետների գործերի հետ, որոնք ասելիքով լի են եւ մեզ ինչ ոչ մտածելու տեղիք են տալիս։ Եվ ամփոփելով Ռոզային էլ հարցնենք, քանի որ նշում էր, որ առաջին ստեղծագործությունները, որոնք ներկայացված են ոգեշնչված են Իսլանդիայով, հետաքրքիր է հաշվի առնելով, որ տպավորված էր Հայաստանով գուցե, արդեն կան մտքեր, գուցե ինչ որ առումով ոգեշնչել է եւ առաջիկա աշխատանքներում ինչ որ ակնարկներ կտեսնենք։ So as they don't know that some of your works were made for Armenia, they are asking if you, inspired by Armenia, will make some more artworks. But, yes, I'm sure I will. I really like the reliefs, and the reliefs are making many houses so wonderful, you know, and I like the reliefs when I go to this shop downstairs, upstairs, you know, this co-op or whatever it is, 24 hours open. Which one? Oh, they one just close to us. Adele told us to go there. Yeah. Well, anyway, there is like you go down with an elevator, or no, with a... yeah. Okay. Which one is it? Yerevan City. Կարծում եմ Մաշտոցի պողոտայի գետնանցման մասին է ասում Ռոզան։ I love the, you know, the reliefs there. You know. Ռոզան խոսում է ռելիեֆների մասին Հայաստանի եւ ասում է որ դա իրեն շատ դուր է գալիս եւ իրեն շատ դուր է եկել նաեւ Մաշտոցի պողոտայի գետնանցումը, որը շատ յուրահատուկ է, այո։ Ես հատկապես հայ արվեստագետների նկարներն եմ սիրում աչոձախ կողմերում։ Եթե թույլ կտակ հավելեմ, ես նոր անգլերենով Ռոզային դա ասացի, իրականում Ռոզան արդեն իսկ Հայաստանի համար, Հայաստանի ցուցադրության համար արել է աշխատանքներ, այսինքն վերադառնալով տուն, արել է որոշ աշխատանքներ, որոնք թանգարանին կարծում էր կհամապատասխանեն եւ իրականում ինչն է շատ հետաքրքիր, որ Ռոզան ասում էր միշտ, որ երբ եկավ թանգարան եւ հասկացավ թե որքան է թանգարան համապատասխանում իր աշխատանքներին, ասաց որ կարծես դա լինի ձեռնոց, որը ամբողջովին համապատասխանում է քեզ։ Շատ հետաքրքիր է։ Շնորհակալ ենք։ Շատ շնորհակալ ենք առավոտը մեզ հետ սկսելու համար, հաջողություն ենք մաղթում ինչպես հայ արտին առաջիկա նախաձեռնությունների, այնպես էլ Ռոզային նոր ստեղծագործությունների հարցում սիրով հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էինք հայ արտ կենտրոնի ծրագրերի համակարգող Էռնա Գալստյանի եւ Իսլանդիայից ժամանած արվեստագետ Ռոզա Գիսլադոտիրի հետ։ Մենք հիմա մեր հյուրերին կխնդրենք լուսանկարվել։ Այո, միասին կլուսանկարվենք, մինչ այդ դուք լսում եք ակտիվ ու լավ ռիթմեր, հարգելի ռադիոլսողներ մեր եթերում եւ իհարկե այնուհետեւ մենք կշարունակենք մեր ծրագիրը։ Կարծում եմ ձեզ էլ հետաքրքրել եւ ուշադրություն դարձրեք, որպեսզի նմանատիպ միջոցառումները երբևէ բաց չթողնեք։ Օրինակ մենք մտածում էինք, որ մինչև 11 հնարավորություն կա եւ մենք էլ կտեսնենք, բայց ավաղ։ Ինչևէ մնացեք մեզ հետ։
It would break my heart, break my heart, break my heart if I find out you can't move. You better show me now, show me now, show me now. 'Cause when I take it to the floor, ooh, you gotta get down. You know what to do. Hey, Mr. DJ, play a song of this pretty little lady. 'Cause if she dances as good as she look right now, I just might make her my baby. I just might make her my baby. Hey, I just might. Oh, I just might. But first, may I just say that your face got me so intrigued. I'm so intrigued. But what good is beauty if your booty can't find a beat? I don't wanna know, girl. So please don't do that to me. 'Cause it would break my heart, break my heart, break my heart if I find out you can't move. You better show me now, show me now, show me now. 'Cause when I take it to the floor, ooh, you gotta get down. You know what to do. Hey, Mr. DJ, play a song of this pretty little lady. 'Cause if she dances as good as she look right now, I just might make her my baby. I just might make her my baby. Hey, whoa, 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 whoa. Whoa, 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 whoa. This the part where you break it all the way down, 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 down. This the part where I turn you all the way around, round, round, round. Put some spirit in it, put your heart into it. That's all I need. And if I like what I see, you're coming home with me. Hey, Mr. DJ, play a song for this pretty little lady. 'Cause if she dances as good as she look right now, I just might make her my baby. I just might make her my baby. Hey, Mr. DJ, play a song for this pretty little lady. 'Cause if she dances as good as she look right now, I just might make her my baby. I just might make her my baby. Hey, I just might. Սուրճ ու սեր առավոտից։ Այո, լավ ռիթմեր, սուրճ, սեր, առավոտից երբ այդ ամենը կա, օրը ապահովում ենք, կարծում եմ, լավ իրադարձությունները։ Եկեք այդպես մտածեք ու այդպես էլ պլանավորեք, հարգելի ռադիո լսողներ, եւ անկախ եղանակից եկեք չդժգոհենք, որովհետեւ այն ինչ չեն կարող մենք փոխել, անիմաստ մեր նյարդերն է քայքայվում, որ մենք դժգոհեցինք, դրանից եղանակը չի փոխվելու։ Հետևաբար պետք է հարմարվենք, համակերպվենք եղանակին եւ ինչ որ տարբերակներ գտնել վայելելու համար։ Այս բարական միայն դա է մեզ մնում, համաձայն ես, չէ՞ ինձ հետ Վեգա ջան։ Եվ մնում է նաև հանրային ռադիոյի հետ օր անցկացնել, առավոտները մեզ հետ սկսել, մենք փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի թե ոչ այնքան բարենպաստ եղանակը, թե խցանումները շատ ավելի թեթև անցնեն, այնպես որ օրը առաջարկում ենք սկսել մեզ հետ։ Սկսեք մեզ հետ, որովհետև հիմա ներկայացնելու ենք ամենակարևոր իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել պատմության մեջ։ Այսօրը, հենց այսօրը, իդեպ, հետաքրքիր մի դրվագ 1985 թվականի հենց այսօրը Մայքլ Ջեքսոնը 47.5 միլիոն դոլարով գնել է The Beatles խմբի երգերի բոլոր իրավունքները։ Եվ ուշադրություն, դա դարձել է Ջեքսոնի եւ Փոլ Մքարթնիի ընկերության վերջը, որովհետեւ հենց Փոլ Մքարթնին ինքն էր ցանկանում գնել դրանք։ Դու հասկանում ես, եւ այդտեղ ընկերությունը հոդս է ցնդել։ Այո, իրականում շատ հետաքրքիր եւ մի փոքր էլ տարօրինակ է, որ նման բան է արել, հաշվի առնելով, որ նա Ջեքսոնը ինքն էլ երկար ժամանակ իր երգերի հեղինակային իրավունքի համար պայքարներ էր մղում Սոնիի հետ։ Մի խոսքով, երաժիշտների համար հատկապես այսպես ասած դա տարօրինակ է, բայց այո, քանի որ Փոլը ինքն էր ուզում, բայց ինքը շատ բարձր էր, ձեռք բերեց Ջեքսոնը։ Բայց եթե չի կարողացել ձեռք բերել, հիմա ինչ անենք, որ Ջեքսոնն է վերցրել, ինչի է նյարդայնացել չեմ հասկանում։
Գնանք հաջորդ Այո, եւ իրադարձություններին։ Հայաստանի պատմության էջեր են կարծես թե հասնում այս մասին պարտադիր միշտ պիտի անգիր հիշենք 1920-ի այսօրն է Փարիզի Սևր արվարձանում կնքվում հաշտության պայմանագիր։ Գնանք առաջ հարգելի ռադիոլսողներ 1876 թվական ենք տեղափոխվում, որովհետև հենց այդ թվականի այսօրը Կանադայի Օնտարիո քաղաքից կատարվել է աշխարհի առաջին միջքաղաքային հեռախոսազանգը։ Այո, երկու քաղաքներ իրարից 13 կիլոմետր հեռավորության վրա էին գտնվում եւ կարողացել են միասին կապ հաստատել հենց հեռախոսազանգի միջոցով։ 1933-ի այսօրը ստեղծվում է մի քաղաք, որն այն ժամանակ 200-ից էլ քիչ բնակիչ ուներ, նույնիսկ քաղաք չէր անվանի, Windy City էին ասում, ավելի շատ գյուղաքաղաք էր եւ այն ժամանակ դեռ պատկերացում չունեին, որ հետագայում սա վերածվելու էր ամենագեղեցիկ եւ արևմտյան լեզվով ասած այկոնիկ քաղաքներից մեկին, Չիկագոյի մասն է խոսքը։ Իսկ 1821 թվականին Միսուրին դառնում է Միացյալ Նահանգների 24-րդ նահանգը։ Լուվրի թանգարանի պաշտոնական բացումը Փարիզում փաստորեն տեղի է ունեցել 1793 թվականի հենց այս օրը օգոստոսի 10-ին։ 1809 թվականի այսօրը Էկվադորը հայտարարում է Իսպանիայից անկախանալու մասին, իսկ իրական անկախություն երկիրը ձեռք է բերում միայն 1822 թվականին։ Գնանք առաջ։ Գնանք առաջ։ Քանի դեռ Ֆրանսիայից ենք խոսում, նշենք նաև, որ 1539-ին Ֆրանսուଆ առաջինը լատիներենի փոխարեն երկրում պետական լեզու է դարձնում ֆրանսերենը։ Իսկ 1498 թվականին լցվում է Անգլիայի արքան հետազոտող Ջոն Կաբոտի գրպանը, որովհետև Կանադան հայտնագործելու համար նա պարգևատրում է ստանում 10 ֆունտ։ Պատկերացնում եմ այն ժամանակվա համար երևի բավական խոշոր գումար էր։ Ծննդյան տարեդարձներին անդրադառնանք, տեսնենք թե ովքեր են այսօր ծնվել եւ մարզաշխարհից սկսենք։ Այսօր իտալացի ֆուտբոլիստ Լուկա Անտոնինին է ծնվել 1982-ի այսօրը, իսկ 1973-ին էլ օգոստոսի 10-ին ծնվել է արգենտինացի Խավիեր Զանետին։ Նաեւ արդեն Աբլյամետովը նույնպես այսօրն է ծնվել 1984 թվականին, այս անունը նույնիսկ չէի էլ լսել։ Ֆուտբոլիստ է։ Անգլիացի սնուկերիստ Շոն Մորֆին է ծնվել 1982 թվականի այսօրը։ Շարունակենք գնանք կինոաշխարհ, որովհետև սա բոլորիս միշտ հետաքրքիր է, իսպանա-ամերիկացի կինոդերասան Մաչո, շատ կանանց սրտերը գերող, ես կասեի, խարիզմատիկ Անտոնիո Բանդերասի ծննդյան տարեդարձն է այսօր 1960 թվականի այսօրն է նա ծնվել։ Մեր մանկության Զորոն։ Այո, շատ լավ ասացիր, բայց հանդիսատեսին հայտնի է Զորոյի դիմակը, Զորոյի լեգենդը, 13-րդ զինվորը, լրտեսների երեխաները, հրապուրանք, Սև ոսկին ֆիլմերից նրա ձայնով է խոսում հանրահայտ Շրեք մուլտֆիլմի Կոշկավոր կատուն, բայց իրականում ինքնքան համեստ ու չգիտեմ, իմ տպավորությունն է, դե հանգիստ մարդ է, ես հետևում եմ նրա Instagram-յան էջին եւ տեսնում եմ, թե որքան բարձ հանգիստ իր համար խաղաղ, պես որ շնորհավորում ենք Անտոնիո։ Հայկական կինոյի համար նույնպես այսօր շատ կարևոր օր է, 1924 թվականի այսօրն է ծնվել Երվանդ Մանարյանը։ Եվ շարունակենք գնանք ֆիզիկայի աշխարհ, գերմանացի ֆիզիկոս Վոլֆգանգ Պաուլն է ծնվել 1913 թվականի հենց այս օրը։ Միացյալ Նահանգների 31-րդ նախագահ Հերբերտ Հուվերի ծննդյան օրը փաստորեն նույնպես այսօրն է եղել, նա 1874-ի օգոստոսի 10-ին է ծնվել։ Եվ քանի որ մենք այս օրացույցային խառնաշփոթը սկսեցինք Մայքլ Ջեքսոնից, կարծում եմ լավ կլինի, որպեսզի հենց Մայքլ Ջեքսոնի երգերից որևէ մեկը լսենք, ընտրիր դու, ասա որ Բիլի Ջինն էլ լսենք, կար, ահա Բիլի Ջինն էլ լսում ենք հարգելի ռադիոլսողներ, հետո շարունակում ենք դեռ ինչ-որ ժամանակ մենք կլինենք եթերում, մնացեք մեզ հետ։ She was more like a beauty queen from a movie scene. I said, don't mind, but what do you
station with the best music. Best music. I love the music. Best music. Այո, համաշխարհային հիթեր, մեր եթերում լավ երաժշտություն ու լավ տրամադրություն, որը փոխանցում ենք ձեզ, իսկ դուք սիրելի ռադիոլսողներ, ձեր մեկնաբանություններով փոխանցում եք մեզ։ Արմինե Հովսեփյանն է գրում. ողջույններս գեղեցկուհիներին, ձեր դուետը սիրում եմ շատ, բոլորիս տակ էմոցիաներով լի շաբաթ անկախ եղանակից։ Այո, շատ ուրախ ենք, որ դուք եք համակարծիք մեր առաջարկած տարբերակին, եւ այո, թող մեր հոգում միշտ տաք ու ջերմ լինի անկախ եղանակից։ Այո, վստահաբար մենք էլ ենք միանում բոլոր մաղթանքներին, այո։ Թեժ պայքարներ։ Թեժ պայքարներ էր 3 օրինակ ընթանում, սիրելի Լուսինե, Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 2-րդ տուրին անդրադառնանք։ 3 փոխ-չեմպիոն Նոան Գյումրիում հյուրընկալվեց Շիրակին եւ այս արտագնան խաղում 4-3 հաշվով հաղթանակ տոնեց։ Իդեպ ստացվեց այնպես, որ ես էլ էի խաղը դիտում, բավական լարված եւ թեժեր, անընդհատ հավասարվում էր հաշիվը։ Վեկա չեն շուտ բաներ չի քեսը։ Անկախ իմ կամքից է ստացվում Լուսինե, այլ ընտրակ չեմ ունենում, միացրած է լինում, ես էլ նայում եմ։ Օ Աստված տեր։ Կանել միացրած լինի, ես մինչև վերջին րոպեն ասեմ, որ անընդհատ հաշիվը հավասարվում էր եւ միայն ավելացված ժամանակում 11 մետրանոցից Նոայի ֆուտբոլիստ Հելդեր Ֆերերն, որն իդեպ դուբլի հեղինակ դարձավ, իրացրեց 11 մետրանոցը եւ 4-3 հաշվով Նոան հաղթանակ տարավ, ներողություն, ինչը իրականում բավական հետաքրքիր էր եւ Շիրակն էլ իր հերթին շատ լուրջ կարծում եմ դիմակայություն ցույց տվեց։ Աչքիս առաջ մարզական մեկնաբանություններ։ Կարծում եմ դրա համար շատ ուշ է, արդեն էլ ժամանակ չկա ուղղությունը մասնագիտական փոխելու ցանկություն էլ եթե անկեղծ, բայց քանի դեռ Պրեմիեր լիգայից ենք խոսում, Հայաստանի անդրադառնանք նաեւ Փյունիկ եւ Վան խաղին։ Երկրորդ տուրում Փյունիկը ընդունեց Չարենցավանի Վանին եւ հաղթեց 3-0 հաշվով։ 14-րդ րոպեում հանդիպման հաշիվը բացեց Կիպրոսից հարձակվող Յասոն Ասպիկինը, 40-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց 21-ամյա Կարլեն Հովանեսյանը, 73-րդ րոպեին հաշիվը 3-0 դարձրեց Գևորգ Չարախչյանը։ Այսպիսով Փյունիկը այս պահին 4 միավորով երրորդն է, Վանը երրորդ պարտությունը կրեց եւ վերջին հորիզոնականում է գտնվում։ Մոռացա ասել, որ առաջատարը Նոան է, Շիրակն էլ 8-րդ հորիզոնականում է։ Խաղերից մեկը Գյումրիում էր, ճիշտ է։ Այո, Շիրակի հետ, այո, հենց իրենց մարզադաշտումը Նոան Գյումրիում էր խաղում Շիրակի դեմ։ Այո։ Դե մի բան էլ իմանանք, էլի, դե ինչ, մարզաշխարհի նորություններին էլ ծանոթացաք, հատկապես հայկականի, եւ ես շատ ուրախ եմ, որ թեժ պայքարներ են գնում հատկապես ֆուտբոլային հատվածում, եւ լիահույս ենք, որ կգա մի ժամանակ ու թիմային բարձր կատարողականություն կցուցաբերեն մեր ֆուտբոլիստները եւ ինչու ոչ մեզ հաղթանակի բերկրանք կպարգևեն, կարևորը հավատալն է եւ շարունակել գնալ առաջ, չէ՞։ Եթե չեմ սխալվում, այս պահին ունենք նման հնարավորություն, ուշով հետևում ենք Արարատ Արմենիայի եւ Նոայի խաղերին, տեսնենք թե ինչ տեղի կունենա, ինչ կլինի, հուսանք, որ հնարավորինս շատ առաջ կգնան առաջիկա ոչ հայկական խաղերում նաեւ։ Լավ կլինի հուսանք, հա, այդպես էլ ասենք։ Լավ կլինի, այդպես մտածեք ու միշտ գնացեք մինչև վերջ, նույնիսկ եթե ձեր մտածածը կամ որևէ խնդիր անիրական է թվում լուծման տեսանկյունից, մինչև վերջ պայքարեք ու կտեսնեք, որ իզուր չէր ձեր պայքարը, որովհետև հաճախ մտածում ես դե լավ չի լինի ու կիսատ ես թողնում ճանապարհի կեսից հետ ես գալիս, բայց ոչ, երբ համառորեն գնում ես մինչև վերջ, հաստատ արդյունքը լավն է լինում։ Եվ հիշեք մի կարևոր բան եւս, երազանքներն իրականանալու հատկություն ունեն։ Ձեր մտքերը գեներացրեք լավ տեսանկյունից եւ կտեսնեք, թե որքան լավ է լինելու ձեր կյանքը։ Համաձայն ես այդ տեսանկյունից։ Համաձայն եմ։ Շնորհակալ ենք, որ մեծ հետ մնացիք մինչև վերջ 10:54, սա նշանակում է, որ ժամանակն է, որ մենք ձեզ հրաժեշտ տանք, բայց դուք շարունակեք մնալ Հանրային ռադիոյի հետ, որովհետև ամբողջ օրվա ընթացքում Հանրային ռադիոն ապահովում է տեղեկատվության անհրաժեշտ պաշարը, որակյալ բովանդակություն, լավ երաժշտություն, այնպես որ մնացեք Հանրայինի հետ։ Մնացեք Հանրայինի հետ, իսկ եթե ուզում եք գնալ միտեղ եւ չեք ուզում որևէ մեկն իմանա, ուղղակի մի պատասխանեք, թե ուր եք գնում, թող հարցը մնա այդպես էլ անպատասխան, ուր եք գնում անցորդը։ Ահա։ Ուր եք գնում, դա մեր գործը չէ, կարևորը գնացեք, հաջողությամբ թող պսակվեն ձեր գործերը։ Եթերում ձեզ համար աշխատեցին Վեգա Անդրեասյանը եւ Լուսինե Մուրադյանը։ Հաջողություն։